Բացի արդեն իսկ կառուցվող 300 դպրոց 500 մանկապարտեզից դեռ քանի կրթօջախ է պետք կառուցել ու վերակառուցել բոլոր սովորողների կրթական իրավունքը ապահովելու համար։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում կրթության ոլորտի պատասխանատուին հարցրեց Արթուր Հովհաննիսյանը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացնում էր կառավարության ծրագրի 2025 թվականի արդյունքների մասին զեկույցը մարդու իրավունքների պաշտպանության կոնտեքստում։ Դեռևս 800 դպրոց է մնացել, նշեց նախարարը, ընդգծելով, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերի նորոգման վրա ներդրում անելը շատ դեպքերում նպատակահարմար չէ։ Ինչու պետք է կրթական համակարգը հայտնվեր այն վիճակում, որ մենք 1400 դպրոցի պայմաններում դրանք գրեթե բոլորը նորից կառուցեինք կամ վերակառուցեինք։ Արդյոք դա չի նշանակում, որ այդ աշխատանքը ոչ միայն չի արվել, այլև փորձել չի արվել մտածելու մեխանիզմներ, որ դպրոցների շինարարությունը պետք է լինի պարբերական եւ անընդհատ գործընթաց։ Եվ հիմա մեր աշխատանքը ուղղված է նաեւ նրան, որ մենք ինստիտուցիոնալ շրջանակ ենք դնում։ Հետևաբար, ըստ Անդրեասյանի, այն ոչ միայն դպրոցների կառուցման, այլև դպրոցաշինության ստանդարտի սահմանման ծրագիր է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի տեղակալը հետաքրքրվեց նաև դպրոցական սնունդ ծրագիրը Երևանում ներդնելու ժամկետներով։ Այս տարի արդեն իսկ կմեկնարկեն, հայտարարեց նախարարը։ Լուրջ աշխատանք է տարվում մարզերում սպորտային զարգացման իրավունքը ապահովելու ուղղությամբ, նշեց նա։ Հիմա մի շատ կարևոր ծրագիր ենք մեկնարկել, որը տիպային մարզահամալիրների կառուցումն է մարզերում, Եղեգնաձորում, Մարտունիում եւ Արարատում։ Իդեպ Մարտունիում կառուցելու ենք ապօրինի բռնագանձված եւ հետ վերադարձված հողամասի վրա։ Սպարտակ մարզահամալիրը փակվելուց թեթև ատլետիկայի երեխաների խումբը անդից հանվել են։ Իրենց ուղարկել են, ասենք թե որոշ դպրոցներ, սակայն այդ դպրոցներում մասնագիտական այդ դաշտը բացակայում է։ Բոլոր հարցերը ուղղված են Հայաստան մարզական միությանը, որը փաստորեն որոշել է սպորտային ենթակառուցվածքների հետ վարվել, ինչպես, չգիտեմ, կոռեկտ բառապաշարս չի հերիքում, որպեսզի նկարագրեմ, բայց հուսով եմ, որ իրավական process-ը շուտով կամփոփվի եւ մենք այդ շատ կարևոր ենթակառուցվածքը կվերադարձնենք, կծառայեցնենք իր բուն նշանակությամբ։ Ատլետիկայի խումբը հաջորդ տարի հնարավորություն կունենա մասնակցել ֆրանկոֆոնիայի խաղերին, իսկ մինչև այդ ընդգրկվել խմբերում ու մարզվել, վստահեցրեց նախարարը։ Հայաստանը տարբեր միջազգային զեկույցներում բարելավել է դիրքերը մարդու իրավունքների ազատության ցուցիչով։ Հաջորդ զեկույցով հանդես եկավ արդարադատության նախարարը, որը ոլորտի կարևոր ձեռքբերում համարեց կալանավորվածների թվի նվազումը։ Ընդդիմադիր падգամավորը քաղաքացու իրավունքների ոտնահարում է համարում խորհրդային տարիների աշխատանքի մասին տեղեկանքի բացակայության պատճառով աշխատանքային ստաժի, հետևաբար կրթաթոշակի սխալ հաշվարկը։ Չեն կարող ապացուցել։ Այդ դեպքում պետությունը որպես պոզիտիվ քայլ պետք է հաշվարկի քաղաքացու օգտին, բայց իրանք զրոյացնում են քաղաքացու ստաժը։ Դուք խոսում եք բացառիկ դեպքերի մասին, ներկայացնելով դրանք որպես կանոն, օրինաչափություն, այլ ոչ թե որպես բացառություն։ Եթե նույնիսկ այդպես է, ես խոսում եմ մեր երկրում գոյություն ունեցող ինստիտուտների մասին։ Ես ասում եմ, մեր երկրում կա իրավաբանական փաստերի հաստատման ինստիտուտ, որը հնարավոր է իրականացնել եւ դատարանների միջոցով, երբեմն նոտարական գրասենյակների միջոցով։ Եթե 2017-ին Հայաստանում եղել է մոտ 86,000 գրանցված աշխատանք փնտրող, ապա անցած տարի նրանց թիվը կրկնակի նվազել է։ Սոցիալական ոլորտի հարցերի քննարկումը շարունակվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում։ Արսեն Թորոսյանը ցուցանիշը համարում է դրական։ Պատգամավորները չեն բացառում, որ քաղաքացիների մի մասը, որոնք աշխատանք են փնտրում, չեն գրանցվում։ Նախարարությունը գրանցված գործազուրկներին ու գործատուներին միմյանց հեշտ գտնելու թվային մեխանիզմներ է մշակում։ Հետևաբար նախարարը խորհուրդ է տալիս գրանցվել։ Գերատեսչության հաջորդ կարևոր քաղաքականությունն ուղղված է խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու դրանով հանդերձ փակ հաստատությունների թվի կրճատմանը, հետագայում նաև վերացմանը։ Հիմա մենք ապա ինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզ ենք մշակում, որը մինչև տարվա կես պատրաստ կլինի, որը մեզ պետք է նախանշի, թե մոտակա 5-10, նույնիսկ 20 տարում ինչպես ենք դա անելու, որովհետև նաև հնարավոր չի դրանք միանգամից փակել այդ հաստատությունները, որովհետև փակենք այդ մեր քաղաքացիները կմնան առանց խնամքի։ Տարիքի հիմքով աշխատանքից ազատելը պետք է բացառվի, իսկ նպաստ ստանալը չպետք է ընտանիքի համար լինի ապահովության աղբյուր։ Կառավարության քաղաքականությունը ուղղված է նրան, որ այս համակարգում մնան իսկական կարիքավորները, իսկ աշխատունակ հատվածն ապահովված լինի աշխատանքով, նշեց Թորոսյանը։ Զեկույցները հանձնաժողովներում ընդունվեցին ի գիտություն։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։